քանի որ Նիկոլը ժողովրդական լեզվով ասած այդպես Ուրսուլային էր բերել հայ ժողովրդի վրա, ես հենց այդ թեմայից էլ կսկսեմ այսօր, որովհետև ամսի 4-ը եւ 5-ը ՀՀ այդ գագաթնաժողովը փաստացի, հենց որպես փաստ կարող ենք ասել, որ մտել է Հայաստանի պատմության սև էջերին, որպես Հայաստանի իշխանությունների հերթական դավաճանություն եւ համաշխարհային պատմության սև էջերին, որպես Եվրոպայի հերթական երեսպաշտություն։ Եվ հենց այդպես էլ փորձենք սկսել, որովհետև առաջին հերթին ովքեր էին այդ ժողովին։ Այդ ժողովին Ուրսուլան էր, որը հայտնի էր դրանով, որ 2022 թվականի գնաց Ադրբեջան պայմանավորվելու համար գազի շուրջ եւ հենց այդ գազի դիմաց աչք փակեց հետագայում ամբողջ Եվրոպան Արցախի ցեղասպանության վրա եւ ցեղասպանությունը հնարավոր դարձավ։ Այդ ժողովին ներկա էր Զելենսկին, որը որ վաճառում էր ֆոսֆորային զինամթերքը Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը ռմբակոծի Հայաստանը եւ դրանով այնուամենայնիվ այժմ եկավ նորից սատարելու իրենց մարդուն, այսինքն նորից Նիկոլին։ Եվ այդպես կարելի է թվարկել, եւ գիտեք, այդ ամբողջ երեսպաշտությունն այնքան զարհուրելի է, որովհետեւ մի կողմից մտածում ես, որ իրենք խոսում են մարդու իրավունքների մասին, բայց Եվրոպայի միջազգային մակարդակի հեղինակությունը վաղուց 0 է, Եվրոպան ինքնին արդեն իսկ քաղաքական դիակ է, եւ երբ որ մտածում ես Դանիայի հանդեպ ԱՄՆ-ի ոտնձգությունները Եվրոպան լռում է, Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումները Եվրոպան լռում է, Պաղեստինցիների ցեղասպանությունը Եվրոպան լռում է, ու երբ որ հին ժամանակներից գալիս ես այդպես դեռ Պոնտի Պիլատի ժամանակ, երբ որ դա նույն Եվրոպայի մարմնավորումներ, այն ժամանակ երբ որ խաչում էին Քրիստոսին Եվրոպան լվաց ձեռքերը, դրանից հետո երբ որ հարձակվեցին թուրքերը Բյուզանդիայի վրա եւ այդ մոգական ասում էին քաղաքների քաղաք Կոնստանտինոպոլիսը հարձակվեցին, ավերեցին եւ Եվրոպան նորից լռում էր, հետագայում լռում էր հայոց ցեղասպանության ժամանակ ու լռում է այժմ եւս։ Բայց մյուս կողմից մենք չպիտի զարմանանք, որովհետև նա մտածում ես իրենք սատարում են դավաճաններին, որովհետև իրենցն է։ Հետո մտածում ես լավ, փորձենք առաջ գնալ ու մտածել, որ ինչի մասին էին նրանք խոսում, ինչի մասին։ Նրանք խոսում էին մարդու իրավունքների մասին եւ Նիկոլը իրենց հետ միասին խոսում էր մարդու իրավունքների մասին այն ժամանակ, որ Հայաստանում այժմ աննկարագրելի, անպատկերացնելի ռեպրեսիաներ են, ցանկացած ընդդիմադիր գործչի հանդեպ հարուցվում է քրեական գործ, տները հետախուզում են, ցանկացած ոչ միայն ընդդիմադիր գործչի, ցանկացած մարդու հանդեպ, ով հանդգնում է որևէ ձևով իր կարծիքը հայտնել Նիկոլի մասին, միանգամից կամ քրեական գործ են հարուցում կամ այն ձևով փորձում են հետապնդել, կամ առնվազն իրենց այն սև շների հավաքածուին ուղարկում են, որպեսզի բացասական կոմենտների շարան դնեն։ Այն պարագայում, որ մյուս կողմից մտածում ես ամբողջ երկիրը ավերված է լիովին, ես արդեն նույնիսկ չեմ պատկերացնում, երբ որ մարդիկ խոսում են ինչ կարելի է ուղղել, ամբողջությամբ ավերել է երկիրը։ Էկոլոգիական խնդիրների մասին են խոսում, դա ծիծաղելի, գիտեք, ես մտածում եմ, որ դեռ 10 տարի առաջ մենք խոսում ենք տարբեր սոցիալական անարդարության կամ խոսում ենք, ասում ենք էկոլոգիական այս խնդիրը պետք է լուծել, այս խնդիրը։ Այժմ ոչ մեկը չի խոսում էկոլոգիական եւ այլ խնդիրների մասին, որովհետեւ համեմատած այս աննկարագրելի դավաճանության հետ այդ հարցերը երկրորդական են։ Իսկ քաղաքացիական հասարակություն Հայաստանում այլևս իսպար չկա, որովհետև փորձը ցույց տվեց, չկան գրանտներ իրենց կողմից, պայքարի համար չկա նաև պայքար։ Եվ դրա համար ամոթ այդ ամբողջ քաղաքացիական հասարակությանը, որ երբևիցե հանդգնում էր ասել, որ մենք պայքարող ենք։ Սա է այն ծանր իրողությունը, որ մեզանում կա։ Ու երբ որ Եվրոպան հանդգնում է խոսել որևէ ձևով մարդու իրավունքների մասին Հայաստանում, որտեղ նստած են բարձր հոգևորականները, երբ որ բարձրաստիճան հոգևորականների հանդեպ ապօրինի քրեական գործեր են հարուցվում, դա շատ ամոթ է ու մենք երբեք չենք մոռանա, ինչպես երբ որ Նիկոլը վերջերս այնտեղ ելույթ էր ունենում եւ խոսում էր, հորջորջվում էր, որպես իբր թե հզոր գործիչ, որ կարողանում է անդադար հարվածել Սուրբ
հայ-առաքելական եկեղեցուն իրենք ծափահարում էին ամոթ ամբողջ Եվրոպային, բայց մենք չենք էլ զարմանում դրա վրա։ Գիտեք, շատ հետաքրքիր է, ես մի հատ գործոն նկատեցի, որ շատ քչերն են նկատել։ Երբ որ Նիկոլի ծառայողներից այն զանգվածը, որ անընդմեջ փորձում է իրեն հաճույքանալ, ու իրենք ասում են, որ տեսեք, ընդամենը փոքրաթիվ բողոքի ակցիաներ կան, իսկ մնացած ամբողջ ազգը, ես ասեմ, ընդամենը 10 տարի առաջ, 10 մի քիչ, երբ որ գալիս էին Ֆրանսիայի նախագահները, մինչև այդ այլ մարդիկ եւ այլն, հա, այսինքն առաջնային դեմքերը, օդանավակայանից սկսած մարդիկ անկազմակերպ դուրս էին գալիս այդ երկրների դրոշներով, որպեսզի ջերմ դիմավորեն նրանց։ Ես հիշում եմ ինչպես եկավ Ժակ Շիրակը, հետո հիշում եմ ինչպես եկավ Սարկոզին։ Նրանց բոլորը դիմավորում էին ջերմությամբ։ Այլ երկրների նախագահներին այս անգամ մեր երկիր եկան բարձրագույն մակարդակի ներկայացուցիչները եւ ոչ ոք դուրս չի եկել փողոց նրանց դիմավորելու համար եւ սա լավ պատասխան է քեզ ամբողջ Եվրոպա եւ սա հիանալի պատասխան է քեզ Նիկոլ, որովհետեւ ժողովուրդը գիտակցված թե չգիտակցված միգուցե ընդհանրապես չհասկանալով ինչու է անտեսում այս ամբողջ իրադարձությունները, բայց ներքին էներգետիկ մակարդակում, այն որ ասում են ժողովուրդը փորի մակարդակում զգում էր, որ ընդհանրապես պետք է անտեսի, արհամարանք է քո պատասխանը։ Եվ սա հայ ժողովրդի այդ ներքին մակարդակում արկա մեծ ընկալման պատասխաններ բոլորիդ։ Ու ես շատ ցավում եմ, որ մյուսները դա անտեսում էին։ Եվ հիմա եկանք ամենակարևորին, որովհետև սա է, այն հարցը, որը բոլորին հուզում է, ոչ թե ինչ կլինի տնտեսական զարգացումը, սոցիալական վիճակը, կրթությունը եւ այլն, դա իհարկե կարևոր հարցեր են, բայց ամենակարևորը խաղաղության գործոնն է, եւ այստեղից մենք գալիս ենք ամենակարևոր թեմային, որովհետեւ այդ ժողովին ներկա էին նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, եւ այդ ժամանակ, որ ոնց որ ասեցի արդեն, ես մտածում էի ուր հասանք մենք, որ հայոց ոստիկանությունը պահում է հայերին, որ հանկարծ չգան, պարզապես հանկարծ պաստառ ցույց չտան Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Եվ այստեղից գալիս է այդ ամենակարևորը, երբ որ Նիկոլը համարձակվում է խոսել խաղաղության մասին, երբ որ Ադրբեջանը ասում է, որ իբր թե խաղաղություն է ձևավորվում, բայց չէ որ միևնույն ժամանակ մենք ինչ ունենք դաշտում, մենք ունենք 150,000 արցախցի տեղանված Արցախից, զրկված իրենց տներից, եւ գիտեք, այստեղ շատ կարևոր է, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի զանգվածի, արցախցիները մշտապես Արցախում էին ապրում, իրենց ծնողները, պապերը, նախապապերը եւ այդպես, մյուսները Հայաստանի Հանրապետության տարածքում շատ մարդիկ կան, որ գաղթել են Արևմտյան Հայաստանից, արցախցիները միշտ այդտեղ էին, պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց, եւ դա իրողություն է, որ մինչ այժմ կա 150,000 մարդ անտուն է, եւ Հայաստանի Հանրապետությունում զուտ փորձում է ինչ-որ ձևով օթևանել։ Սա մեկ իրողություն, երկրորդ իրողությունը ռազմագերիները, 1000-ի մոտ անհայտ կորածները, այդ ամբողջի հետ մեկտեղ Ադրբեջանը ակնհայտորեն հայտարարում է եւ մեր իշխանությունները ոչ միայն չեն հակադրում, այլ հաստատում են այդ հայտարարությունը, որ 300,000 ադրբեջանցի պատրաստվում են բերել եւ բնակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա խաղաղություն է արդյոք։ Դեռ ավելին, Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ Սևանը կլինի իրենցը, ջերմուկի շիշը դնում է, ասում է ջերմուկը մերն է, շարունակում է հայտարարել, որ Սյունիքը կլինի մերը, եւ այդպես շարունակ, սա խաղաղության մասին խոսակցություն է արդյոք։ Եվ սա Նիկոլի ամենաչար արարքներն են եւ ամենաչար միֆն է։ Եվ մի հավատացեք այն ամբողջ խոսակցություններին, որ իբր թե եթե չլինի Նիկոլը, կլինի պատերազմ։ Հակառակը, մինչև չեկավ Նիկոլը, մենք չենք ունեցել պատերազմ։ Մենք ունեցել ենք պատերազմ 1991 մինչև 94 թվական եւ մենք հաղթել ենք այդ պատերազմում եւ դրանից հետո միգուցե հարաբերական խաղաղություն էր, բայց մենք հպարտ էինք ապրում։
Մենք ապրում ենք մեր ուրույն երկրում եւ վստահ ենք, որ մեր երեխաները կկարողանան հայկական միջավայրում մեծանալ։ Այժմ մենք ամեն մեկս պետք է խստորեն անհանգստանանք ոչ միայն մեր կյանքի, այլ նաեւ մեր երեխաների ապագայի համար։ Նիկոլը բերեց պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն։ Եվ սա է այն դաժանագույն իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Եվ այստեղից ես շատ կարևոր բան եմ ուզում ավելացնեմ, գիտեք, ողբալի է, որ կային մարդիկ, ովքեր մոտենում էին ոստիկանների իհարկե եւ ասում էին, ինչի համար եք եկել պաստառներով կանգնել։ Ու ես հասկանում եմ, որ ինչ էլ բացատրես, նրանք չեն կարող հասկանալ։ Եվ ես հասկանում եմ, որ շատ ու շատ մարդիկ մշտապես այդպես էր, գիտեք, մշտապես ճնշող մեծամասնությունը կամ տգետ է, կամ անջատված է, կամ հետաքրքրված չէ, կամ փորձում է փակել աչքերը, որպեսզի հանկարծ այս ամբողջ մղձավանջը չտեսնի, եւ դրա համար ես վաղուց արդեն ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետեւ հասկանում եմ, կենցաղագոյ մարդիկ են, ոչ մի բանի մասին փորձում են չմտածել, բայց սա այլ իրավիճակ է։ Սա այն իրողություն է, որից ոչ մեկս չենք կարողանա փախնել։ Ինչքան էլ աչքերդ փակես, դու չես կարողանա չբացել աչքերը այն պահին, երբ որ թուրքը կմտնի քո տուն։ Եվ դրա համար այժմ այլ պայքարի մակարդակ է։ Այժմ ամենաակնհայտ պայքարի անհրաժեշտությունն է, որովհետև եթե մենք չձերբազատվենք Նիկոլից, մենք ընդհանրապես չենք կարողանա ոչ միայն խաղաղություն ունենալ, այլ կյանք ունենալ անգամ, որովհետև մենք հիշում ենք, թե ինչ էր առաջ, եւ մենք կարող ենք ըստ այդմ պատկերացնել, թե ինչ կլինի ապագան, եթե Նիկոլը մնա իշխանությանը։ Եվ դրա համար ես նորից շարունակաբար մարդկանց կոչ եմ անում պայքարելու, հասկանալով հանդերձ, որ գիտեք մի հատ շատ կարևոր տարր կա, այս վերջերս այդ նույն անմեղներից, որոնց ես չեմ մեղադրում կամ ոնց որ ասենք անմեղ սունակներից, մեկը ինձ ասում էր, որ բայց գիտես, մեր հայրենասիրությունը պակաս հուզական չէ, քան քո հայրենասիրությունը, եւ ես չգիտեմ ինչպես բացատրել նրանց, հայրենասիրությունը հույս չէ։ Դուք չեք հասկանում ինչ է հայրենասիրությունը։ Հույզերը տարբեր են, ուրախություն, տխրություն, անհանգստություն, դա հույզեր են։ Հայրենասիրությունը դա որակ է։ Դա որակ է, որը պիտի լինի մարդու ուղն ու ծուծը։ Ինչու՞, որովհետև մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար։ Մենք պատասխանատու ենք ամբողջ աշխարհի համար, այո, բայց առաջին հերթին մեր այս հատվածի, մեր այս կտորի հույզեր կան, այո, իհարկե, որովհետև ես շրջում եմ ամբողջ Հայաստանով, ես գիտեմ Հայաստանի տարբերություն ճնշող մեծամասնությանը, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության, եւ յուրաքանչյուր կիրակի տարբեր վայրեր գնալով ես հիանում եմ մեր Հայաստանով, բայց նաեւ յուրաքանչյուր ակնթարթ ես չեմ կարող մոռանալ ցավը, երբ որ մտածում եմ, որ Գանձասարը լքված է։ Ես չեմ կարող ուրանալ ցավը, որ մտածում եմ, որ դա դիվանքում դավաճանների պատճառով այլևս այլ մարդիկ են գալիս եւ պղծում դա դիվանքը։ Սա մեր ցավն է։ Ինչքան էլ դուք խուսափեք այդ ցավից, այդ ցավը ձեր մեջ է։ Ես վստահ եմ, որ այդպես է։ Եվ դրա համար նորից պայքարենք, որպեսզի այս ամբողջ չարիքը դուրս գա։ Պայքարենք ամբողջ ուժերով, մինչև վերջ, որովհետև այդ պահելու տեղ այլևս չկա։